Վրաստանի իշխող Վրացական երազանք կուսակցության գլխավոր նպատակը մինչև 2028 թվականը Միացյալ ազգային շարժման թևի կուսակցությունների լիակատար չեզոքացումն է, հայտարարել է Վրաստանի վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։ Իշխող կուսակցությունն ավելի վաղ հայց էր ներկայացրել Վրաստանի սահմանադրական դատարան, պահանջելով փակել առաջատար ընդդիմադիր կուսակցությունները երկրի քաղաքական համակարգը բարելավելու նպատակով։ Միաժամանակ Միացյալ ազգային շարժման ներսում նոր անհամաձայնություններ են սկսվել, որոնք պայմանավորված են կուսակցության նոր նախագահի նշանակմամբ։ Ըստ Կոբախիձեի, որքան շուտ թուլանա այս քաղաքական ուժը, այնքան լավ կլինի վրացական ժողովրդավարության եւ Վրաստանի քաղաքական համակարգի համար։ Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Միացյալ ազգային շարժում կուսակցության հիմնադիր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ հեռուստահաղորդավարուհի Նանուկա Ժորժոլյանին իր կուսակցության նախագահի թեկնածուն է, սակայն կարճ ժամանակ անց Սաակաշվիլիի եւ Ժորժոլյանի հարաբերությունները սրվել էին։ Վրաստանի խորհրդարանը հրավիրված չէ Եվրամիության ընդլայնման հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա Եվրոպական խորհրդարանում։ Եվրախորհրդարանը բազմիցս հայտարարել է, որ չի ճանաչում Վրաստանի խորհրդարանի լեգիտիմությունը, նաև նրա նշանակած նախագահի լեգիտիմությունը։ Եվրախորհրդարանը Եվրամիության անդամ պետություններին կոչ է արել վրացական երազանքի իշխանության հետ քաղաքական շփումները շարունակել միայն խիստ անհրաժեշտության հարցերով, միաժամանակ պահպանելով եւ ուժեղացնելով համագործակցությունը Վրաստանի քաղաքացիական հասարակության, անկախ մեդիայի եւ ակադեմիական հաստատությունների հետ։ Եվրախորհրդարանն իր լիակատար համերաշխությունն է հայտնում վրաց ժողովրդին, որը շարունակում է պայքարը հանուն եվրոպական եւ ժողովրդավարական Վրաստանի, ասված է Եվրախորհրդարանի պատասխանում։ Վրաստանի իշխող վրացական երազանքից արձագանքել են խորհրդարանի որոշմանը։ Կուսակցության падգամավոր Իրակլի Կադագիշվիլու խոսքով դա պայմանավորված է քաղաքական շահերով, այլ ոչ թե ժողովրդավարական արժեքները պաշտպանելու ցանկությամբ։ Նրանց նպատակը չի ներառում ժողովրդավարական արժեքների իրական պաշտպանությունը։ Վրաստանի ներկայությունը հանդիպմանը կնշանակեր նրա ղեկավարության ճանաչում։ Սա պարզապես չի տեղավորվում նրանց նեղ քաղաքական շահերի մեջ։ Վրաստանի մրցակցության եւ սպառողների պաշտպանության գործակալությունը ներկայացրել է ընտանեկան զամբյուղ ծրագրի մոնիթորինգի միասնական տեղեկատվական հարթակը։ Սպառողները կկարողանան տեսնել տարբեր մանրածախ առևտրից ցանցերի հիմնական ապրանքների լավագույն առաջարկներն ու գները մեկ կայքում։ Շնորհանդեսի ժամանակ հայտարարել է գործակալության տնօրեն Իրակլի Լեկվինաձեն։ Կայքում ներկայացված են ընտանեկան զամբյուղում ներառված 13 հիմնական մթերային ապրանքների լավագույն գները, որոնք հասանելի են 12 խոշոր առևտրային ցանցերում։ Օգտատերերը կկարողանան համեմատել գները եւ գտնել լավագույն առաջարկները։ Ծրագրին մասնակցող առևտրային ցանցերը պարտավոր են գործակալությանը տրամադրել շաբաթական տեղեկատվություն ընտանեկան զամբյուղ ծրագրում ներառված հիմնական ապրանքների լավագույն առաջարկների եւ գների մասին։ Վարչապետի նախաձեռնությամբ մշակված կարճաժամկետ ռազմավարության համաձայն եւ սննդամթերքի, դեղորայքի եւ վառելիքի գնագոյացման կառուցվածքն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա մանրածախ առևտրի ցանցերը սկսել են սպառողներին առաջարկել ավելի լավ պայմաններ ընտանեկան զամբյուղում ներառված հիմնական ապրանքների համար։ Հարթակի նպատակն է բարձրացնել սպառողների իրազեկվածությունը եւ ապահովել շուկայական առաջարկների ավելի մեծ թափանցիկություն։ Թուրքիան բարձր է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը եւ խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի մեծ ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը Բաքվում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանում։ Նրա խոսքով Անկարան հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Հույս ունեմ, որ տարածաշրջանում կհաստատվի երկարատև եւ անկեղծ խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանգստության եւ կայունության տարածաշրջան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիին դիմավորել է նախագահական պալատում տեղի ունեցած արարողությամբ։ Դիմավորումից հետո Էրդողանը եւ Նավրոցկին երկկողմ հանդիպում են ունեցել, այնուհետև հանդես եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Խոսելով երկկողմ գործակցության մասին, Էրդողանն ասել է, որ այն զարգանում է բոլոր ոլորտներում, որպես երկու դաշնակիցներ եւ ռազմավարական գործընկերներ։ Թուրքիայի նախագահը նշել է, որ հանդիպումների ժամանակ մտքեր են փոխանակել բազմաթիվ թեմաների շուրջ, առևտրից մինչև ներդրումներ, պաշտպանական արդյունաբերությունից մինչև էներգետիկա եւ մարդկային
հարաբերություններ։ Մեր առևտուրը 10 միլիարդ դոլարի հասցնելուց հետո մենք սահմանեցինք 15 միլիարդ դոլարի նպատակ։ Մենք շարունակում ենք աշխատել մեր նոր նպատակի ուղղությամբ։ Լեհաստանն այն երկրներից է, որտեղ մեր կապալառու ընկերություններն ամենաակտիվն են, մոտավորապես 9 միլիարդ դոլարի նախագծերով։ Հույս ունենք, որ այդ նախագծերի թիվն էլ ավելի կաճի։ Էրդողանը նշել է, որ Լեհաստանի հետ գործակցության մեկ այլ պոտենցիալ ոլորտ է տրանսպորտը։ 3 ծովերի նախաձեռնությունը, որտեղ մենք ռազմավարական գործընկեր ենք Լեհաստանի աջակցությամբ, կարևոր հարթակ է առաջարկում։ Պաշտպանական արդյունաբերությունը նույնպես մեր օրակարգային կարևոր կետերից է, ասել է Թուրքիայի նախագահը։ Դաշինքի եվրոպական հենասյան ամրապնդումը մեր առաջնահերթությունն է Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Էրդողանը նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Թուրքիայի Եվրամիություն հարաբերությունների տարածաշրջանային եւ գլոբալ արդիական հարցեր։ Բացի այդ հանդիպման ժամանակ մանրամասն քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերջին իրավիճակը եւ Իրանի հետ կապված զարգացումները։ Լեհաստանի նախագահն ընդգծել է, որ երկու երկրները շատ կարևոր դեր են խաղում ՆԱՏՕ-ի դաշինքում եւ որ այս ոլորտում համագործակցությունը մեծ ռազմավարական նշանակություն ունի։ Նավրոցկին նաև ընդգծել է Թուրքիայի հետ արդյունաբերական ոլորտում համագործակցության կարևորությունը։ Լեհ զինվորներն օգտագործում են Թուրքիայից գնված բայրակթար անօդաչու թռչող սարքերը։ Նման համագործակցությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր ենք դաշինքի համար։ Ցանկանում ենք շարունակել գործակցությունը, այդ թվում պահպանելով մեր զինվորականների ներկայությունը Ինջիջլիքի ավիաբազայում։ Թուրքիայի Կաստամոնու նահանգի Քուշկայասի գյուղի բնակելի շենքի մոտ անօդաչու թռչող սարք է կործանվել։ IHA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ վթարից հետո 200 կիլոգրամից ավելի կշռող սարքը հրդեհվել է։ Սամսուն նահանգի Ալասամի շրջանում հայտնաբերվել է եւս մեկ անօդաչու թռչող սարք։ Անօդաչուի շրջակայքը շրջափակվել է։ Իրավապահ մարմինները հետաքննում են երկու անօդաչու թռչող սարքերի ծագման երկիրը։ Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Թուրքիայի Սևծովի ափին գտնվող Կասպիշիու լողափում հայտնաբերվել է մարտական անօդաչու թռչող սարք։ Ժանդարմերիայի աշխատակիցները տարհանել են լողափը եւ ուժեղացրել շրջակա տարածքի անվտանգությունը։ 5 օր անց հունիսի 19-ին Թուրքիայի Չաքրազ լողափում հայտնվել է եւս մեկ անօդաչու թռչող սարք։ Երկու անօդաչու թռչող սարքերի ծագման վայրը նույնպես հետաքննվում է։ Միացյալ Նահանգների սենատը բանաձև է ընդունել, որը սահմանափակում է նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի դեմ պատերազմական լիազորությունները։ Փաստաթուղթը նախկինում մի քանի անգամ մերժվել է Սենատի հանրապետական մեծամասնության պատճառով։ Բանաձևը պահանջում է, որ նախագահը կամ դադարեցնի Իրանի դեմ ռազմական գործողությունները, կամ ստանա կոնգրեսի առանձին թույլտվություն ուժ կիրառելու համար, հաղորդում է CNN-ը։ Բանաձևն ընդունվել է 50 կողմ 48 դեմ ձայնով։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, արդյունքի վրա ազդել է փաստը, որ հանրապետական սենատորներ Ռենդ Փոլը, Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին եւ Բիլ Քեսիդին քվեարկել են բանաձևի օգտին։ Դեմոկրատ Ջոն Ֆետերմանը քվեարկել է փաստաթղթի դեմ։ CNN-ի փոխանցմամբ Սենատի որոշ դեմոկրատներ, այդ թվում Թիմ Քեյնը, կարծում են, որ պատերազմական լիազորությունների մասին բանաձևի ընդունումն անհրաժեշտ է, նույնիսկ երբ Միացյալ Նահանգները ստորագրել է փոխըմբռնման հուշագիրն Իրանի հետ եւ սկսել բանակցություններ Թեհրանի հետ վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ։ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ կչեղարկի Իրանի հետ բանակցությունները, եթե Թեհրանը թույլ չտա ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին վերադառնալ Իսլամական Հանրապետություն։ Ավելի վաղ իրանական կողմը հերքել էր տեղեկությունը, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին հասանելիություն է տրամադրելու իրանական միջուկային օբյեկտներին։ Մինչդեռ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով Շվեյցարիայում հանդիպումների ընթացքում իրանական կողմը ներքին կարգով վստահեցրել է, որ տեսուչների հետ կապված խնդիրներ չեն լինի։ Դոնալդ Թրամփը նաև անդրադարձել է իրանական ակտիվների ապասառեցմանը, նշելով, որ Միացյալ Նահանգները դրանք կօգտագործի Իրանի համար ամերիկյան արտադրության սնունդ եւ բժշկական պարագաներ գնելու համար։ Դրանք կփոխանցվեն Վաշինգտոնի կողմից վերահսկվող հատուկ հաշվին։ Իրանի նախագահը հավաստիացրել է, որ Թեհրանը կկատարի փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները, սակայն իրանական կողմը դեռևս չի վստահում Վաշինգտոնին։ Մասուդ Փեզեշքյանի խոսքով Իսլամական Հանրապետությունը նախկինում 2 անգամ հարձակման է ենթարկվել հենց բանակցությունների ընթացքում։ Թեհրանը գլուխ չի խոնարհի անօրինական պահանջների առջև, սակայն մենք հավատարիմ ենք խաղաղությանը։ Փեզեշքյանը հավելել է, որ ամերիկացիների հետ իրանական բալիստիկ հրթիռների վերաբերյալ քննարկումներ չեն եղել եւ չեն նախատեսվում։ Նա նաև շեշտել է, որ Իրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին, այդ թվում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին եւ Թուրքիային։ Դա անհրաժեշտ է տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետության հիմքերը դնելու համար։
Բաքվում տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանի բացման արարողությունը։ Այն կտևի մինչև հունիսի 25-ը եւ մի հարկի տակ կհավաքի ավելի քան 40 երկրի խորհրդարանական պատվիրակությունների, 10 երկրի խորհրդարանների խոսնակների եւ 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների։ Միջոցառման ընթացքում կքննարկվեն կայուն եւ ներառական տնտեսական զարգացման խթանումը Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետություններում խորհրդարանական համագործակցության միջոցով թեմայով քննարկումները։ Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի ավելի քան 400 պատվիրակ։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան։ Այցի ընթացքում Ղալիբաֆը կմասնակցի Բաքվում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանին։ Իր ելույթում նա հայտարարել է, որ միայն տարածաշրջանի երկրները պետք է որոշեն Մերձավոր Արևելքի քաղաքական եւ անվտանգության կարգը, մերժելով արտաքին միջամտությունը եւ կոչ անելով ընդլայնել ներտարածաշրջանային համագործակցությունը։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ չնայած վերջերս պարտադրված պատերազմում Իրանի կրած բոլոր տառապանքներին ու կորուստներին, իրենք պնդում են, որ հարկավոր է գերադասել տրամաբանությունը ուժի նկատմամբ եւ դիմադրությունը հանձնվելուց։ Ղալիբաֆը նաեւ ընդգծել է, որ իրենց համար Լիբանանում հրադադարը եւ պատերազմի ավարտը նույնքան կարեւոր են, որքան հրադադարը եւ պատերազմի ավարտը Իրանի համար։ Ադրբեջանի Հանրապետությունում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների նախարարների կաբինետը համապատասխան որոշում է ընդունել։ Նշվում է, որ երկրում կորոնավիրուսային վարակի տարածումը եւ դրա հնարավոր բարդությունները կանխելու նպատակով Ադրբեջանի Հանրապետությունում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ի ժամը 6-ը։ Մարոթ Հարվերդյան, Հարևաններ։